Հրապուրանք և ուղղություն, պահիր ինձով Աստված, որովհետև քեզ եմ հուսացած, ասացի Տիրոջը, թե դու ես իմ Տերը, բարիք չունեմ քեզնից բացի, ես Տիրոջը դրիմ իմ առաջին, ամեն ժամանակ, որովհետև նա իմ աջ կողմն է, ես չեմ սասանվի, սրա համար իմ սիրտն ուրախ է, և իմ փառքը ծնծում է, մարմինս էլ հույսով կբնակվի, Սաղմոս 16:1-2 խոսքեր, ձեր հրապուրանքները կուղղորդեն ձեր որոշումները, այն ինչով հրապուրված եք ի վերջո կազդի ձեր կյանքի ամեն ոլորտի վրա, ովքեր ձգտում են, որ Աստված դառնա իրենց հրապուրանքի կենտրոնը, առերեսվում են այս հարցին, ինչպես սրտանց փափագեմ մի Աստծո, որին չեմ տեսնում, եթե ուզում եք ինչ-որ բան ձեռնարկել, նախ խոսում եք նրա հետ, ով սովորել է դա լավ անել, Դավիթը գիտեր ինչպես որոնել Աստծուն և պահպանել իր բուռն սերը նրա հանդեպ, նա որոնում էր Աստծուն այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք չէր արել իրենից առաջ, նա չէր կասկածում Աստծո սիրուն կամ հավատարմությանը և ապրում էր մշտապես շնորհակալություն հայտնելով նրան, Դավիթը Տիրոջը դնում էր իր առջև, արտահայտելով սրտի զեղումները, մեր սիրտը բացահայտվում է մեր խոսքերի, աղոթքի, կոնֆլիկտների մեջ, թե զրույցների ընթացքում, և հակառակը, մեր սիրտը վերափոխվում է մեր խոսքերով, այս սաղմոսում Դավիթը ներկայացնում է մի քանի հզոր ճշմարտություն, որոնք պետք է մերը դարձնենք, դարձրեք Աստծուն ձեր ապաստանը, նույնիսկ թագավորները չեն կարող իրենց պաշտպանել, եղեք անմիջական, անվանեք նրան ձեր Տեր, ասեք նրան, որ չկա ոչինչ, որ նրանից ավելի եք ցանկանում, մշտապես նայեք նրան, տվեք նրան նախապատվություն և պատվեք նրան ձեր կյանքով, հետևեք նրան այն ամենում, ինչ անում եք, կանգնեք նրա կողքին, որովհետև ամեն բան նրա հսկողության տակ է, հանգստացեք և ցնծացեք, քանի որ դուք այլևս չեք վերահսկում, ապավինեք նրան այս հզոր ճշմարտությունների համար, երբ Աստծո հետ ուխտի և նրա հանդեպ սիրո հռչակումներ եք անում, մեր կապն ամրապնդվում է, մեր փոխհարաբերությունները հաստատում և ընդլայնում ենք մեր խոսքերով և արարքներով, որպեսզի ձեր սիրտը միանա Աստծուն, ընտրեք ձեր խոսքերը այնպես, ինչպես ընտրում եք ձեր ընկերներին, եկեք աղոթենք, սիրելի Տեր, ուզում եմ ճանաչեմ քեզ, հետևել քեզ այնպիսի ջերմեռանդությամբ և նպատակասլացությամբ, ինչպես կհետևեի մարդկային ամենաթանկ փոխհարաբերությանը, երբ սկսեմ աղոթել, թող քո նկատմամբ իմ հրապուրվածությունն աճի, ես ուժեղ եմ, որովհետև իմ խոսքերը հագեցած են ամենակարող Աստծո սիրով, ամեն